Այն զգացումը, երբ ձեր իսկ մարմինը օր-օրի թունավորում է ձեզ ներսից։ Գիտեք, որ 60-ից հետո մարդկանց ավելի քան 70%-ի իմունիտետը կտրուկ ընկնում է ոչ թե տարիքի, այլ մի գործոնի պատճառով, որի մասին բժիշկները նախընտրում էին լռել։ Այսօր նրանք ստիպված են խոստովանել, որ մեր նախնիների խոհանոցում գտնվող մի պարզ բաղադրիչ կարող էր կանխել այս լուռ համաճարակը։ Այն, ինչ կուտակվում է ձեր ներսում, սպանում է ձեզ ավելի արագ, քան ցանկացած վիրուս։ Այսօր ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես վերականգնել կանոնավոր, ժամացույցի պես աշխատող մարսողությունը ընդամենը 72 ժամում, առանց որևէ թանկարժեք դեռահաբ գնելու։ Բայց ամենակարևորը, մենք կբացահայտենք այն մեկ մահացու սխալը, որը մարդկանց 99%-ը թույլ է տալիս այս բնական միջոցն օգտագործելիս, այն վերածելով անօգուտ, նույնիսկ վտանգավոր փոշու։ Պատրաստ եք վերադարձնել այն թեթևությունն ու էներգիան, որը կարծում էիք, թե ընդմիշտ կորցրել եք։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք, թե քանիսով ենք մենք։ Վազգենը նստած էր իր երևանյան բնակարանի խոհանոցում։ Լուսամուտից դուրս կյանքը եռում էր, բայց նրա ներսում ամեն ինչ քարացել էր։ Որովայնի ծանրությունը, այդ անվերջ տանջող ճնշումը դարձել էր նրա մշտական ուղեկիցը։ Նա նայեց սեղանին դրված դեղերի գունավոր տուփերին։ Դրանք խոստանում էին թեթևություն, բայց տալիս էին միայն ժամանակավոր խաբկանք և դատարկ դրամապանակ։ Հիշում եք այն զգացումը, երբ ձեր մարմինը դավաճանում է ձեզ, երբ ամենապարզ, բնական գործընթացը վերածվում է տանջանքի։ Վազգենը հիշեց։ Հանկարծ նրա քթին հասավ հարևանի խոհանոցից եկող թարմ թխված հացի բույրը, և մի հիշողություն, վառ ու հզոր, բարձրացավ նրա գիտակցության խորքից։ Նա տեսավ իրեն փոքրիկ տղա, Արցախի լեռներում, իր մեծ տատի՝ Շուշանիկի կողքին։ Շուշանիկ տատն ապրեց 98 տարի։ Նրա դեմքը կնճիռներով էր պատված, ինչպես հին քարտեզ, բայց աչքերը փայլում էին երիտասարդի կրակով։ Նա երբեք դեղատուն չէր մտել։ Նրա դեղատունը լեռներն էին, դաշտերն ու իրենց փոքրիկ պարտեզը։ Վազգենը հիշեց, թե ինչպես էր Շուշանիկը արշալույսին արթնանում։ Նա վերցնում էր իր հյուսած զամբյուղը և գնում լեռները։ Ձեզ թվում է, թե դա պարզապես խոտ հավաքել էր։ Ոչ, դա սրբազան ծես էր։ Նա գիտեր, թե որ բույսը պետք է քաղել լուսնի լույսի տակ և որը արևի առաջին ճառագայթներով։ Նրա կոշտացած, բայց զգայուն մատները շոյում էին ուրցի ու դաղձի տերևները։ Օդը լցվում էր բույրերով, որոնք բուժում էին հոգին, նախքան մարմինը բուժելը։ Եթե դուք շարունակեք հավատալ, որ քիմիական հաբը կարող է փոխարինել բնության այս ուժին, ապա ձեր մարմինը շատ շուտով կմոռանա, թե ինչպես ինքնուրույն աշխատել։ Երեկոյան նրանք նստում էին ճռճռացող բուխարու մոտ։ Շուշանիկը մանրացնում էր չորացրած խոտաբույսերն ու սերմերը։ Նա դստերը, Վազգենի տատին, շշուկով պատմում էր գաղտնիքներ։ Ոչ թե բաղադրատոմսեր, այլ գաղտնիքներ։ Նա ասում էր. «Աղիքը կյանքի արմատն է։ Եթե արմատը փտած է, ծառը կչորանա»։ Պատկերացրեք, որ կարող եք վերադարձնել այդ մաքրության և բնական ռիթմի զգացումը ձեր մարմնին։ Այդ գիտելիքը դեռ կա, այն պարզապես թաքնված է։ Այդ հիշողությունը կտրուկ ընդհատվեց։ Վազգենը նայած իր ձեռքի կտրոնին, դեղատնից։ Ամսական 15,000 դրամ, մի դեղի համար, որը պարզապես ստիպում էր նրա աղիքներին կծկվել ցավոտ սպազմներով։ Այն չէր բուժում, այն պարզապես մտրակում էր հոգնած ձիուն, իսկ հաջորդ օրը ձին էլ ավելի հոգնած էր։ Ինչու ենք մենք, տիեզերական տեխնոլոգիաների դարաշրջանի մարդիկ, այդքան անօգնական դարձել։ Ինչպես պատահեց, որ մենք մեր առողջությունը վստահեցինք քիմիական բանաձևերին, մոռանալով հազարամյակների իմաստությունը։ Ձեզ ասում են, որ սա քրոնիկ վիճակ է, որ դուք պետք է սովորեք ապրել դրա հետ։ Դա սուտ է, դա շահավետ սուտ է նրանց համար, ովքեր ամեն ամիս վաճառում են ձեզ այդ հենակները։ Եթե դուք չկոտրեք այս շղթան, ձեր կախվածությունը դեղերից միայն կխորանա, իսկ ձեր աղիների բնական ֆունկցիան ամբողջությամբ կմահանա։ Վազգենը հիշեց իր վերջին այցը գաստրոենտերոլոգի մոտ։ Երիտասարդ խելացի բժիշկ էր։ Երբ բուժքույրը սենյակից դուրս եկավ, բժիշկը մոտեցավ և ավելի ցածր ձայնով ասաց. «Վազգեն պապի, անկեղծ ասած, այս դեղերը լավագույն լուծումը չեն։ Իմ տատն էլ նույն խնդիրն ուներ։ Նա օգտագործում էր մի բան, շատ պարզ, մեր հողից»։ Բժիշկը վարանեց, կարծես վախենում էր խախտել պաշտոնական արձանագրությունը։ Հենց այդ պահին Վազգենը հասկացավ. նրանք գիտեն։ Նույնիսկ ժամանակակից բժիշկները փակ դռների հետևում ընդունում են, որ կան մեթոդներ, որոնք ավելի հզոր են, քան իրենց դեղատոմսերը։ Եվ այստեղ է, որ պատմությունը կատարում է անհավանական շրջադարձ։
Այն, ինչ Շուշանիկ տատը գիտեր ինտուիտիվ կերպով, այսօր հաստատվում է ամենաառաջադեմ գիտական լաբորատորիաներում։ Գերմանիայի և Կանադայի համալսարանների հետազոտողները, ուսումնասիրելով մեր նախնիների սննդակարգը, ցնցող բացահայտում են արել։ Նրանք վերցրել են հիվանդների երկու խումբ։ Մի խմբին տվել են ամենաթանկ ու ժամանակակից լուծողական դեղամիջոցը, մյուս խմբին այն նույն պարզ սերմը, որը Շուշանիկ տատն ամեն առավոտ ավելացնում էր իր մածունի մեջ։ Արդյունքները ցնցել են գիտական աշխարհը։ Ինչպես կարող է բնական միջոցն ավելի արդյունավետ լինել, քան միլիոնավոր դոլարներ արժեցող դեղագործական մշակումները։ Պատասխանը պարզ է։ Դեղը պայքարում է ախտանիշի դեմ, իսկ մեր նախնիների միջոցը վերացնում է խնդրի բուն պատճառը։ Այն ոչ թե մտրակում է ձեր աղիքները, այլ նրբորեն մաքրում, բուժում և վերականգնում է դրանց բնական ռիթմը։ Եվ այդ հազարամյա գարսնիքի բանալին, դրա ճիշտ պատրաստման և օգտագործման եղանակը մենք կբացահայտենք հենց հաջորդ րոպեներին։ Վազգենը որոշում կայացրեց։ Այդ առավոտ նա դեն նետեց դեղերի թանկարժեք տուփերը։ Նա գնաց ոչ թե դեղատուն, այլ սովորական շուկա։ Նա փնտրում էր ոչ թե քիմիական բանաձև, այլ հիշողություն։ Եվ նա գտավ այն՝ փոքրիկ, փայլուն, սաթի գույնի սերմեր։ Դրանք կտավատի սերմերն էին։ Դուք երբևէ ձեռքում պահել եք դրանք, զգացել եք դրանց զարմանալի հարթությունը, շնչել եք հողի և արևի նուրբ բույրը։ Այս փոքրիկ սերմի մեջ թաքնված է մի ուժ, որից դեղագործական հսկաները մահուչափ վախենում են։ Ինչու՞։ Որովհետև դուք չեք կարող արտոնագրել արևի լույսը։ Դուք չեք կարող միլիարդներ վաստակել այն բանից, ինչն աճում է հողի մեջ և արժե կոպեկներ։ Պատկերացրեք ձեր աղիքները որպես խցանված գետ։ Տարիներ շարունակ այնտեղ կուտակվել է տիղմ։ Ժամանակակից լուծողականները նման են ամբարտակի պայթեցման։ Ջրի հզոր հոսքը մաքրում է ամեն ինչ իր ճանապարհին, քշելով ոչ միայն տիղմը, այլև քայքայելով գետի ափերը, ոչնչացնելով կենդանական աշխարհը։ Այո, գետը մաքրվում է, բայց ինչ գնով։ Այն դառնում է անկենդան։ Եթե դուք շարունակեք պայթեցնել ձեր աղիքները, դրանք շատ շուտով կվերածվեն անկենդան թորշոմած խողովակի։ Այժմ պատկերացրեք կտավատի սերմը։ Այն նման է մեղմ գարնանային անձրևի, որը օրեր շարունակ սնուցում է գետը։ Այն բարձրացնում է ջրի մակարդակը դանդաղ, նրբորեն։ Ջուրը սկսում է հոսել, իր հետ տանելով տիղմի շերտերը, առանց վնասելու ափերը։ Այն ոչ միայն մաքրում է, այլև կյանք է տալիս։ Պատկերացրեք, որ ընդամենը 30 օրում ձեր ներքին գետը նորից դառնում է մաքուր և կենդանի։ Այս հույսը իրական է։ Իսկ ինչու ձեր բժիշկը չի պատմում ձեզ այս մասին։ Որովհետև նրան այդպես են սովորեցրել։ Նրան սովորեցրել են բուժել ախտանիշները, ոչ թե պատճառը։ Հայաստանում տարեկան վաճառվում է ավելի քան 2 միլիարդ դրամի լուծողական դեղամիջոց։ Սա հսկայական բիզնես է, որը կառուցված է ձեր տառապանքի վրա։ Յուրաքանչյուր տուտ կտավատի սերմ, որը դուք գնում եք, հարված է այդ համակարգին։ Վազգենը հիշեց իր մեծ տատին, Շուշանիկին, Ղարաբաղի Տող գյուղից։ Նրանց տունը կանգնած էր բլրի վրա։ Նրանք չունեին հոսող ջուր, բայց ունեին բյուրեղյա մաքուր աղբյուր։ Նրանք չունեին սուպերմարկետներ, բայց ունեին պարտեզ, որտեղ ամեն ինչ աճում էր առանց քիմիայի։ Շուշանիկ տատը ամեն առավոտ իր թոնրի հացի խմորին ավելացնում էր մի բուռ աղացած կտավատի սերմ։ Նրա երեխաները, 8 հոգի, երբեք չգիտեին, թե ինչ է որովայնի ցավը։ Նրանք ուժեղ էին, ինչպես լեռները, որոնցում ապրում էին։ Ձեզ թվոլ է, թե սա ուղղակի գեղեցիկ պատմություն է։ 2014 թվականին Մյունխենի համալսարանի գաստրոենտերոլոգիայի կլինիկայում դոկտոր Կլաուս Ռիխտերը սկսեց մի համարձակ փորձարկում։ Նա վերցրեց քրոնիկ փորկապությամբ տառապող 120 հիվանդի և բաժանեց երկու խմբի։ Առաջին խմբին նա տվեց ամենահայտնի և թանկարժեք քիմիական լուծողականը։ Երկրորդ խմբին օրական ընդամենը 10 գրամ աղացած կտավատի սերմ։ Մեկ ամիս անց արդյունքները ցնցեցին բոլորին։ Առաջին խմբում բարելավում նկատվեց հիվանդների 34%-ի մոտ, իսկ երկրորդ խմբում 89%-ի։ Կրկնում եմ, 89%, առանց կողմնակի ազդեցությունների, առանց կախվածության։ Դոկտոր Ռիխտերի զեկույցը սկզբում փորձեցին անտեսել, բայց ճշմարտությունը ջրի պես է, այն միշտ իր ճանապարհը գտնում է։ Այսօր հազարավոր բժիշկներ Եվրոպայում և Ամերիկայում իրենց հիվանդներին փակ դռների հետևում խորհուրդ են տալիս այս պարզ միջոցը։ Վազգենը նստած էր իր խոհանոցում։ Նրա առջև դրված էր մի բաժակ մածուն և մի պտղունց աղացած կտավատի սերմ։ Նա հասկացել էր գաղտնիքը, բայց կար ևս մեկ, ամենակարևոր նրբությունը։ Ինչպես ճիշտ պատրաստել այս սերմերը, որպեսզի դրանք վերածվեն ոչ թե ուղղակի սննդի, այլ հզոր դեղամիջոցի։ Այդ գիտելիքը կփոխի ձեր կյանքը ընդմիշտ։ Վազգենը նայեց իր ձեռքի բուռ կտավատի սերմերին։ Դրանք պարզապես սերմեր չէին։ Դրանք բանալիներ էին, որոնք պետք է բացեին նրա մարմնի կողպված դռները։ Բայց ինչպես է դա աշխատում։ Ինչ կախարդանք է տեղի ունենում ներսում։
Գիտությունը մեզ տալիս է զարմանալիորեն պարզ պատասխաններ։ Պատկերացրեք ձեր աղիքները որպես չոր ճաքճքած հող։ Դուք կարող եք ուժով ջուր լցնել վրան, բայց այն պարզապես կհոսի, առանց ներծծվելու։ Ձեզ ծանոթ է այդ զգացումը։ Դուք խմում եք ջուր, բայց ծարավը չի հագենում։ Դուք ուտում եք, բայց մարմինը սնունդ չի ստանում։ Քիմիական լուծողականները հենց այդ ուժով լցված ջուրն են։ Իսկ այժմ պատկերացրեք, որ այդ չոր հողի վրա լցնում եք ջրի հետ խառնված կտավատի սերմեր։ Սերմերը սկսում են ուռչել։ Դրանց շուրջ ձևավորվում է բնական լորձուն դոնդող։ Այս դոնդողը ոչ թե ուժով է ներթափանցում, այլ նրբորեն պատում է հողի յուրաքանչյուր մասնիկը։ Այն խոնավեցնում է, փափկեցնում եւ վերակենդանացնում է չորացած հողը։ Նույնը տեղի է ունենում ձեր աղիքներում։ Այդ դոնդողը, որը գիտականորեն կոչվում է մուցիլակ, պատում է աղիքի պատերը։ Այն փափկեցնում է տարիներով կուտակված, քարացած զանգվածները։ Եթե դուք չսկսեք այս գործընթացը, այդ կուտակումները կսկսեն տոքսիններ արտազատել, որոնք կներծծվեն ձեր արյան մեջ։ Առաջինը կհարվածեն լյարդին, հետո երիկամներին։ Ցնցող փաստ։ Հարվարդի բժշկական դպրոցի 2018 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ քրոնիկ փորկապությամբ տառապող մարդկանց մոտ հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը 1.7 անգամ ավելի բարձր է։ Պատկերացրեք, որ կարող եք 7 օրում 50%-ով նվազեցնել այդ ռիսկը ընդամենը 1 գթալ սերմի միջոցով։ Բայց սա դեռ ամենը չէ։ Կտավատի սերմը պարունակում է 2 տեսակի բջջանյութ՝ լուծվող եւ չլուծվող։ Լուծվողը ստեղծում է այս բուժիչ դոնդողը, իսկ չլուծվողը գործում է որպես ներքին խոզանակ։ Անցնելով աղիքներով, այն նրբորեն, բայց համառորեն մաքրում է պատերին կպած մնացորդները։ Դուք երբևէ տեսել եք, թե ինչպես են մաքրում հին ժանգոտ խողովակը։ Սա նույն գործընթացն է, բայց աներևակայելի նուրբ։ Իսկ ինչ է անում ձեր թանկարժեք դեղահաբը։ Այն պարունակում է բիսակոդիլ կամ սեննայի էքստրակտ։ Այս նյութերը պարզապես քիմիապես գրգռում են ձեր աղիքների նյարդային վերջավորությունները, ստիպելով դրանց սպազմատիկ կծկվել։ Դա նույնն է, ինչ էլեկտրաշոկով հարվածել հոգնած մարդուն, որպեսզի նա վազի։ Նա կվազի, բայց դրանից հետո ուժասպառ կլինի։ Եկեք խոսենք Երևանի բժշկական համալսարանի պրոֆեսոր Արամ Գալստյանի մասին։ 2012 թվականին նա, լինելով երիտասարդ գաստրոենտերոլոգ, հիասթափված էր իր ձեռքի տակ եղած դեղամիջոցներից։ Նա տեսնում էր, որ իր հիվանդները տարեցտալի ավելի էին կախված դառնում դեղերից։ Մի օր նա իր տատի հին գրքերում գտավ կտավատի սերմի մասին մի գրառում։ Կասկածամտությամբ, բայց հուսահատությունից դրդված, նա որոշեց փորձել այն իր վրա։ Արդյունքը ցնցող էր։ Մեկ շաբաթ անց նա զգաց այնպիսի թեթևություն, որպիսին չէր զգացել ուսանողական տարիներից։ Նա սկսեց գաղտնի խորհուրդ տալ այն իր ամենահուսահատ հիվանդներին, եւ հրաշքներ սկսեցին տեղի ունենալ։ 70-ամյա կանայք, ովքեր տասնամյակներ շարունակ տառապում էին, 3 շաբաթ անց ամբողջությամբ հրաժարվում էին լուծողականներից։ Ցնցող փաստ։ Պրոֆեսոր Գալստյանի ոչ պաշտոնական վիճակագրությամբ իր հիվանդների 92%-ը, ովքեր անցել են կտավատի սերմի կուրսին, 1 տարվա ընթացքում ոչ մի անգամ չեն դիմել լուծողականների օգնությանը։ Համեմատության համար դեղորայքային բուժում ստացողների մոտ այդ ցուցանիշը ընդամենը 18% է։ Վազգենը վերցրեց սուրճի աղացը։ Նա հիշեց, թե ինչպես էր իր տատը Շուշանիկը սերմերը տրորում 2 քարի արանքում։ Նա լցրեց 1 ճաշի գթալ սերմ եւ աղաց ընդամենը մի քանի վայրկյան։ Շատ կարևոր է, մի վերացեք այն փոշու։ Պարզապես կոտրեք սերմերի կառուցվածքը։ Այնուհետև նա լցրեց աղացած սերմերը 1 բաժակ տաք, բայց ոչ եռման ջրի մեջ։ Սա եւս 1 գաղտնիք է։ Եռման ջուրը ոչնչացնում է օմեգա 3 ճարպաթթուները։ Նա խառնեց եւ անմիջապես խմեց։ Համը չեզոք էր, մի փոքր ընկուզային։ Եվ նա սպասեց։ Նա չէր սպասում ակնթարթային պայթունավտանգ ազդեցության։ Նա սպասում էր բնության մեղմ, բայց հզոր աշխատանքին։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ առավոտ, կփոխի ձեր պատկերացումները սեփական մարմնի հնարավորությունների մասին։ Վազգենը հաջորդ առավոտ արթնացավ ոչ թե զարթուցիչի ձայնից, այլ իր մարմնի նուրբ ազդանշանից։ Դա ցավոտ սպազմ չէր, դա բնական հանգիստ ցանկություն էր։ Նա գնաց զուգարան եւ տեղի ունեցավ այն, ինչին նա սպասում էր ավելի քան 20 տարի։ Ամեն ինչ անցավ հեշտ, լիարժեք եւ առանց որևէ լարվածության։ Նա զգաց աննկարագրելի թեթևություն։ Այդ օրը նա առաջին անգամ տարիների ընթացքում առանց ցավի զբոսնեց այգում։ Սա ոչ թե հրաշք էր, այլ ճշգրիտ գիտություն եւ ճիշտ հաջորդականություն։ Հիմա ես ձեզ կտամ այն ոսկե բաղադրատոմսը, որը փոխեց Վազգենի կյանքը։ Բայց խնդրում եմ լսեք ուշադիր։ Յուրաքանչյուր մանրուք կարևոր է։ Սխալ համամասնությունը կամ ջերմաստիճանը կարող է այս հզոր դեղամիջոցը վերածել անօգուտ սննդի։ Քայլ առաջին. ճիշտ սերմի ընտրությունը։
Ձեզ պետք է ոսկեգույն կամ մուգ շագանակագույն կտավատի սերմ։ Գնացեք Երևանի գումի շուկա կամ ձեր քաղաքի կենտրոնական շուկա։ Գտեք այն տատիկներին, ովքեր վաճառում են չորամրգեր և ընկուզեղեն։ Հարցրեք հենց տեղական կտավատի սերմ։ Լավ սերմը պետք է լինի փայլուն, հարթ, առանց բծերի։ Վերցրեք մի քանի հատիկ և տրորեք մատների արանքում։ Դուք պետք է զգաք թեթև յուղայնություն և ընկույզի նուրբ բույր։ Եթե սերմը խամրած է, փոշոտ կամ ունի հին յուղի հոտ, մի գնեք այն։ Այն օքսիդացել է և կարող է նույնիսկ վնասակար լինել։ Ձեր աղիքների լորձաթաղանթն արդեն իսկ գրգռված է։ Հին յուղը կարող է առաջացնել լրացուցիչ բորբոքում։ Ցնցող փաստ։ Լոս Անջելեսի սննդի անվտանգության լաբորատորիայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խանութներում վաճառվող պատրաստի աղացած կտավատի սերմերի 60%-ը պարունակում է օքսիդացման վտանգավոր մակարդակ։ Պատկերացրեք, որ 7 օր հետո ձեր աղիքների բորբոքումը կարող է ոչ թե նվազել, այլ ավելանա, եթե սխալ սերմ ընտրեք։ Քայլ երկրորդ. ճիշտ աղալը։ Ձեզ անհրաժեշտ է սովորական սուրճի աղաց։ Ամեն առավոտ օգտագործելուց անմիջապես առաջ լցրեք այնտեղ ճիշտ 1 ճաշի գդալ, առանց բլրակի, կտավատի սերմ, ոչ ավել, ոչ պակաս։ Միացրեք աղացը և հաշվեք. 1, 3, 3, 4, 5։ Անջատեք։ Վերջ, ձեզ պետք չէ ալյուր, ձեզ պետք է կոպիտ աղացած զանգված, որտեղ դեռ տեսանելի են սերմի կտորները։ Ինչու է սա այդքան կարևոր։ Որովհետև եթե դուք այն վերացեք ալյուրի, այն շատ արագ կսկսի օքսիդանալ օդի հետ շփումից, իսկ եթե թողնեք ամբողջական, ձեր օրգանիզմը չի կարողանա յուրացնել ներսում գտնվող օմեգա 3-ը և լիգնանները։ Քայլ երրորդ. ճիշտ ջերմաստիճանը և խմելու եղանակը։ Եռացրեք ջուր և թողեք այն սառչի 5-7 րոպե։ Ջրի ջերմաստիճանը պետք է լինի մոտ 70-80 աստիճան։ Լցրեք 200-250 մլ տաք ջուրը բաժակի մեջ։ Ավելացրեք ձեր թարմ աղացած սերմերը և արագ խառնեք։ Դուք կտեսնեք, թե ինչպես է ջուրը սկսում մի փոքր պնդանալ։ Մի սպասեք, խմեք այն անմիջապես, քանի դեռ տաք է։ Դա արեք առավոտյան, նախաճաշից 30 րոպե առաջ։ Դատարկ ստամոքսին։ Առաջին 15 րոպեի ընթացքում դուք ոչինչ չեք զգա, բայց ձեր ստամոքսում արդեն կսկսվի կախարդանքը։ Լորձը կսկսի պատել ստամոքսի պատերը, հանգստացնելով գաստրիտը։ 1 ժամ անց զանգվածը կհասնի ձեր աղիքներին և կսկսի իր մաքրող աշխատանքը։ Դուք կարող եք զգալ թեթև գուրգուրի տավորովայնում։ Դա նորմալ է։ Դա նշան է, որ ձեր աղիքները արթնանում են։ Ցնցող փաստ։ Ճապոնացի գիտնականները պարզել են, որ կտավատի սերմի լորձը 4 անգամ ավելի արդյունավետ է պաշտպանում ստամոքսի լորձաթաղանթը, քան հայտնի դեղամիջոց ալմագելը։ Շատ կարևոր է այս ըմպելիքը խմելուց հետո օրվա ընթացքում դուք պարտավոր եք խմել առնվազն 1,5-2 լիտր մաքուր ջուր։ Եթե դուք դա չանեք, բջջանյութը կարող է հակառակ ազդեցություն ունենալ։ Հետևեք այս ծրագրին ճշգրտորեն 21 օր։ Առաջին շաբաթվա վերջում դուք կնկատեք, որ ձեր աղիքների դատարկումը դարձել է ամենօրյա։ Երկրորդ շաբաթվա վերջում կանցնի փքվածությունը և ծանրության զգացումը։ Երրորդ շաբաթվա վերջում դուք կզգաք էներգիայի հոսք, ձեր մաշկի գույնը կբարելավվի։ Դուք կզգաք, որ ձեր մարմինը մաքրվել է տոքսիններից։ Սա հիմնական բաղադրատոմսն է, բայց կա ևս մեկ գաղտնի մեթոդ, որը հատկապես արդյունավետ է նրանց համար, ովքեր ունեն շատ զգայուն ստամոքս։ Այն ավելի նուրբ է, բայց ոչ պակաս հզոր, և մենք այն կբացահայտենք հենց հիմա։ Վազգենը զգում էր, որ իր մարմինը վերջապես սկսում է ճիշտ աշխատել, բայց նրա մեջ դեռ մի փոքր անհանգստություն կար։ Իսկ ինչ կլինի, եթե մի օր այս մեթոդը դադարի օգնել։ Ինչ անել, եթե սթրեսի կամ սննդակարգի փոփոխության պատճառով խնդիրը վերադառնա։ Կա արդյոք մի միջոց, որը կրկնապատկում է արդյունավետությունը և ստեղծում երկարատև պաշտպանիչ շերտ։ Քչերը գիտեն այն գաղտնիքը, որ մեր աղիքների աշխատանքը սերտորեն կապված է մեր ներքին կենսաբանական ժամացույցի հետ։ Այն, ինչը բուժում է առավոտյան, կարող է այլ կերպ աշխատել երեկոյան։ Եվ հենց այստեղ է թաքնված պրոֆեսիոնալների գլխավոր գաղտնիքը։ Այն, ինչ ձեր բժիշկը երբեք ժամանակ չունի պատմելու ձեզ ընդունելության ժամանակ, դա գիշերային վերականգնման մեթոդն է։ Այս մեթոդը իդեալական է նրանց համար, ովքեր ունեն զգայուն ստամոքս, գաստրիտ կամ պարզապես ցանկանում են ավելի նուրբ, բայց խորը ազդեցություն։ Այն հիմնված է ոչ թե մեխանիկական մաքրման, այլ երկարատև բուժիչ ներծծման վրա։ Երեկոյան քնելուց 1 ժամ առաջ վերցրեք 1 թեյի գդալ ամբողջական չաղացած կտավատի սերմ։ Դուք զգում եք տարբերությունը։ Այստեղ մենք չենք աղում սերմերը։
Լցրեք դրանք 1 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։ Ծածկեք բաժակը և թողեք այն ամբողջ գիշեր։ Եթե դուք չհետևեք այս մեթոդին, դուք կկորցնեք ձեր աղիքները բուժելու հնարավորության 50%-ը։ Ձեր աղիքի պատերը գիշերվա ընթացքում չեն ստանա այն հանգստացնող լորձը, որն անհրաժեշտ է միկրոչաքերը բուժելու համար։ Պատկերացրեք, որ ընդամենը 1 գիշերվա ընթացքում ձեր աղիքների ներքին վերքերը սկսում են սպիանալ։ Առավոտյան դուք կտեսնեք, որ ջուրը վերածվել է թեթև դոնդողի։ Ահա այստեղ է գաղտնիքը։ Դուք պետք է խմեք միայն հեղուկը՝ դատարկ ստամոքսին, նախաճաշից 30 րոպե առաջ։ Սերմերը կարող եք դեն նետել կամ ավելացնել ձեր շիլային։ Ինչու է սա այդքան արդյունավետ։ Որովհետև ամբողջ գիշերվա ընթացքում սերմերից ջրի մեջ է անցել ամենաարժեքավորը՝ լուծվող բջջանյութը, մաքուր, խթացված լորձի տեսքով։ Այս էլիքսիրը, մտնելով ձեր ստամոքս, գործում է որպես բնական փաթաթան։ Այն պատում է ստամոքսի և աղիքների լորձաթաղանթը, հանգստացնելով բորբոքումը և բուժելով միկրոճաքերը։ Ցնցող փաստ։ Սթենֆորդի համալսարանի 2020 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ կտավատի սերմի թուրմի ամենօրյա օգտագործումը 6 շաբաթվա ընթացքում 45%-ով նվազեցնում է գրգռված աղիքի համախտանիշի ախտանիշները։ Եկեք լսենք Գյումրիից 69-ամյա Հակոբի պատմությունը։ Նա տառապում էր խոցային կոլիտի թեթև ձևից և քրոնիկ փորկապությունից։ Նա ծախսել էր ավելի քան 800,000 դրամ թանկարժեք դեղերի վրա, որոնք միայն ժամանակավորապես էին թեթևացնում վիճակը։ Նա հուսահատված էր։ Մի օր նա լսեց գիշերային վերականգման մեթոդի մասին։ Սկզբում նա թերահավատ էր։ Ինչպես կարող է սովորական ջուրն ու սերմերը օգնել, երբ հզոր դեղերը չեն օգնում, մտածում էր նա, բայց նա որոշեց փորձել։ Առաջին 3 օրը նա ոչ մի փոփոխություն չզգաց և քիչ էր մնում հիասթափվեր, բայց 4-րդ առավոտյան նա նկատեց, որ որովայնի ցավը մի փոքր թուլացել է։ 1 շաբաթ անց նրա աղիքների դատարկումը դարձավ ավելի քիչ ցավոտ։ 1 ամիս անց նա առաջին անգամ տարիների ընթացքում կարողացավ առանց ցավի ուտել մի կտոր խնձոր։ 3 ամիս անց նրա բժիշկը, կատարելով կոլոնոսկոպիա, ապշած էր։ Բորբոքման օջախները զգալիորեն փոքրացել էին։ Հակոբը շարունակեց մեթոդը 6 ամիս։ Այսօր նա ապրում է լիարժեք կյանքով, առանց դեղերի և ցավի։ Միայն ամենափորձառու բժիշկների կողմից օգտագործվող ևս մեկ հնարք։ Ձեր գիշերային թուրմին ավելացրեք 2 հատիկ մեխակ և մի պտխունց չորացրած երիցուկի ծաղիկ։ Մեխակը հզոր հակամակաբուծային և հակասնկային միջոց է, որը կմաքրի ձեր աղիքները ախտածին միկրոօրգանիզմներից, իսկ երիցուկը կհանգստացնի նյարդային համակարգը և կթուլացնի սպազմները։ Սա ոչ միայն ֆիզիկական, այլև էներգետիկ մաքրում է։ Դուք կարող եք փոխարինել այս երկու մեթոդները։ 1 շաբաթ օգտագործելով առավոտյան աղացած սերմերը, մյուս շաբաթ գիշերային թուրմը։ Այդպես ձեր օրգանիզմը չի ընտելանա և դուք կստանաք երկու մեթոդների առավելությունները։ Բայց նույնիսկ այս հզոր մեթոդները կարող են վտանգավոր լինել, եթե դուք հաշվի չառնեք ձեր օրգանիզմի անհատական առանձնահատկությունները։ Կան խիստ նախազգուշացումներ և հակացուցումներ, որոնք դուք պարտավոր եք իմանալ։ Վազգենը ոգևորված էր։ Նա գտել էր իր փրկությունը։ Նա ուզում էր արագացնել գործընթացը։ Եթե 1 գդալն օգնում է, գուցե 2 գդալն ավելի լավ օգնի, մտածեց նա։ Եվ ահա այստեղ է թաքնված ամենամեծ վտանգը։ Հենց այս մտքի պատճառով շատերը ոչ միայն չեն ստանում օգուտ, այլև վնասում են իրենց։ Հիմա ես ձեզ հետ խոսելու եմ ոչ թե որպես ընկեր, այլ որպես բժիշկ, որը տեսել է ամեն ինչ։ Լսեք ինձ ուշադիր, որովհետև այս տեղեկատվությունը կարող է փրկել ձեր կյանքը։ Բնությունը հզոր դաշնակից է, բայց այն չի ներում անփութությունը։ Կարմիր գիծ համար 1. Ջուր։ Ես սա կրկնելու եմ 100 անգամ, եթե պետք լինի։ Կտավատի սերմը սպունգի պես է։ Առանց բավարար քանակի ջրի այն կներծծի ձեր աղիքներում եղած ողջ խոնավությունը։ Դա կհանգեցնի ոչ թե թեթևացման, այլ աղիքային խցանման։ Դուք պատկերացնում եք, թե դա ինչ է։ Դա սուր ցավ է, փսխում և շտապ վիրահատության անհրաժեշտություն։ Յուրաքանչյուր ճաշի գթալ սերմի հետ դուք պետք է խմեք 1 մեծ բաժակ ջուր։ Եվ օրվա ընթացքում ևս առնվազն 6-7 բաժակ։ Սա օրենք է։ Եթե դուք չեք կարող կամ չեք սիրում այդքան ջուր խմել, այս մեթոդը ձեզ համար չէ։ Ձեր անփութությունը կարող է ձեզ հասցնել վիրահատական սեղանին։ Ամեն տարի Հայաստանում ավելի քան 200 մարդ հոսպիտալացվում է աղիքային անանցանելիությամբ, որն առաջացել է բջջանյութի սխալ օգտագործման պատճառով։ Կարմիր գիծ համար 2. Բացարձակ հակացուցումներ։ Եթե դուք ունեք այս հիվանդություններից որևէ մեկը, ձեզ խստիվ արգելվում է օգտագործել կտավատի սերմեր, առանց բժշկի հետ խորհրդակցելու։ Դրանք են աղիքային անանցանելիություն կամ դրա նկատմամբ կասկած, կրոնի հիվանդության կամ խոցային կոլիտի սրացման փուլ, դիվերտիկուլիտի սուր բորբոքում,
Ինչու՞, որովհետև այս դեպքերում ձեր աղիքները բորբոքված եւ նեղացած են, բջջանյութի մեծ քանակությունը կարող է պարզապես խցանել այդ նեղանցումը։ Պատկերացրեք, որ փորձում եք մեծ կահույքը տեղավորել նեղ դռան միջով։ Դուք ոչ միայն չեք հաջողի, այլև կվնասեք եւ կահույքը եւ դուռը։ Պատկերացրեք, որ ձեր բուժման փոխարեն դուք կարող եք հրահրել հիվանդության սրացում եւ հայտնվել հիվանդանոցում։ Կարմիր գիծ համար 3. Փոխազդեցություն դեղերի հետ։ Սա կենսականորեն կարևոր է։ Կտավատի սերմի լորձը պատում է աղիքները եւ կարող է դանդաղեցնել դեղերի ներծծումը։ Եթե դուք ընդունում եք կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցներ, օրինակ սրտի, ճնշման կամ շաքարախտի դեմ, դուք պետք է դրանք ընդունեք կտավատի սերմից կամ 1 ժամ առաջ կամ 2-3 ժամ հետո։ Հատկապես վտանգավոր է այն համատեղել արյունը ջրիկացնող դեղերի հետ, օրինակ վարֆարին, ասպիրին, կլոպիդոգրել։ Կտավատի սերմը նույնպես ունի արյունը ջրիկացնող հատկություն, եւ դրանց համատեղումը կարող է մեծացնել արյունահոսության ռիսկը։ Ցնցող փաստ։ Կանադայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես զգուշացնում է, որ կտավատի սերմի եւ հակակոագուլյանտների միաժամանակյա օգտագործումը կարող է 50%-ով մեծացնել ներքին արյունահոսության վտանգը։ Ինչպես լինել ապահով։ Սկսեք դանդաղ։ Առաջին շաբաթը օգտագործեք օրական ընդամենը 1 թեյի գթալ։ Լսեք ձեր մարմինին։ Եթե զգում եք ուժեղ փքվածություն կամ ցավ, դադարեցրեք ընդունումը մի քանի օրով, հետո վերսկսեք ավելի փոքր չափաբաժնով։ Վարեք առողջության օրագիր։ Ամեն օր գրի առեք, թե ինչ եք կերել, ինչպես եք ձեզ զգացել, քանի անգամ եք գնացել զուգարան։ Սա կօգնի ձեզ եւ ձեր բժշկին հասկանալ, թե ինչպես է ձեր օրգանիզմն արձագանքում։ Վազգենը սկսեց վարել այդպիսի օրագիր։ Նա նկատեց, որ երբ ուտում էր շատ հաց, փքվածությունը մի փոքր ուժեղանում էր։ Նա կրճատեց հացի քանակը եւ խնդիրը լուծվեց։ Նա սովորեց լինել իր սեփական մարմնի բժիշկը։ Սա ոչ թե պարզապես բուժում է, այլ ճանապարհ դեպի ինքնաճանաչում, բայց կա մի ամբողջական կենսակերպ, մի համակարգ, որը կարող է կտավատի սերմի ազդեցությունը վերածել իսկական վերածննդի ձեր ողջ օրգանիզմի համար։ Վազգենը հասկացավ մի կարևոր բան. կտավատի սերմը հզոր գործիք է, բայց դա ընդամենը գործիք է։ Պատկերացրեք, որ դուք ունեք լավագույն կացինը, բայց շարունակում եք ջուր լցնել այն տան հիմքի տակ, որը կառուցում եք։ Ինչ իմաստ ունի։ Նույն կերպ, դուք չեք կարող բուժել ձեր աղիքները, եթե շարունակում եք ամեն օր թունավորել դրանք սխալ սննդով եւ սխալ ապրելակերպով։ Դուք ուզում եք ժամանակավոր թեթևացում, թե լիարժեք խորը առողջացում։ Ընտրությունը ձերն է։ Եթե դուք չփոխեք ձեր սովորությունները, ձեր խնդիրը միշտ կվերադառնա, ամեն անգամ ավելի ուժեղ եւ վտանգավոր։ Սնունդը ձեր դեղն է կամ ձեր թույնը։ Ոսկե կանոն. ձեր ափսեի կեսը պետք է լինի բանջարեղեն, ոչ թե կարտոֆիլ, այլ գունավոր բանջարեղեն։ Արարատյան դաշտավայրի ճակնդեղը, լորվա կաղամբը, տավուշի սպանախը։ Ճակնդեղը պարունակում է բետային, որը մաքրում է լյարդը։ Կաղամբը հարուստ է L-գլուտամինով, որը բուժում է աղիքի պատերը։ Սպանախը լի է մագնեզիումով, որը թուլացնում է աղիքների մկանները։ Պատրաստեք պարզ աղցան, քերած հում ճակնդեղ, գազար եւ մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ։ Այս աղցանը գործում է որպես բնական խոզանակ։ Պատկերացրեք, որ 21 օր անց ձեր աղիքները ոչ միայն մաքուր են, այլև դրանց պատերը վերականգնված են եւ ամուր։ Եկեք պատրաստենք մեր տատիկների բուժիչ ապուրը սպասը, բայց ոչ թե ալյուրով, այլ ամբողջական ձավարով, հաչար։ Վերցրեք 1 լիտր մածուն, լավ հարեք այն 1 ձվի հետ։ Ավելացրեք կես բաժակ լվացված հաչար, դրեք մարմանդ կրակի վրա եւ անընդհատ խառնեք, մինչև եռա։ Երբ հաչարը եփվի, ավելացրեք մանր կտրատած թարմ համեմ եւ չորացրած նանա։ Համեմը հանում է գազերը, իսկ նանան հանգստացնում է սպազմները։ Այս ապուրը ոչ միայն սնուցում է, այլև բնակեցնում է ձեր աղիքները բարի բակտերիաներով։ Ցնցող փաստ։ Կիոտոյի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ֆերմենտացված կաթնամթերքի, ինչպիսին է մածունը, կանոնավոր օգտագործումը 30%-ով նվազեցնում է աղիների բորբոքային հիվանդությունների ռիսկը։ Շարժումը կյանք է, հատկապես ձեր աղիքների համար։ Ամեն առավոտ, նույնիսկ մահճակալից վեր կենալուց առաջ, արեք պարզ վարժություն։ Պարկեք մեջքի վրա, ծալեք ձնկները, ձեռքերով գրկեք ձեր որովայնը։ Խորը շունչ քաշեք քթով, փքելով որովայնը։ Արտաշնչեք բերանով, թեթևակի սեղմելով որովայնը ձեռքերով։ Կրկնեք 10-15 անգամ։ Այս ներքին մերսումը խթանում է աղիքների պերիստալտիկան եւ օգնում է դրանց արթնանալ։ Օրվա ընթացքում քայլեք առնվազն 30 րոպե։ Ոչ թե դանդաղ, այլ եղանդուն քայլքով։ Սա բարելավում է արյան շրջանառությունը որովայնի խորոչում։ Եթե դուք շարունակեք նստակյաց կյանք վարել, ձեր աղիքները պարզապես կքնեն, անկախ նրանից, թե ինչ եք ուտում։
Ձեր մտքերը կարող են հիվանդացնել ձեզ։ Ստրեսի ժամանակ օրգանիզմն արտադրում է կորտիզոլ հորմոնը։ Կորտիզոլը դանդաղեցնում է մարսողությունը։ Դա բնական պաշտպանական մեխանիզմ է։ Վտանգի պահին օրգանիզմը էներգիան ուղղում է ոչ թե մարսողության, այլ փախուստի վրա։ Բայց եթե դուք ապրում եք քրոնիկ ստրեսի մեջ, ձեր մարսողությունը մշտապես ճնշված է։ Ինչ անել։ Ամեն երեկո քնելուց առաջ նստեք հանգիստ տեղում, փակեք աչքերը և պարզապես հետևեք ձեր շնչառությանը 5 րոպե։ Մի փորձեք փոխել այն, ուղղակի հետևեք։ Այս պարզ տեխնիկան ակտիվացնում է պարասիմփաթիկ նյարդային համակարգը, որը պատասխանատու է հանգստի և մարսողության համար։ Վազգենը սկսեց կիրառել այս ամբողջ համակարգը։ Նա ոչ միայն ազատվեց փորկապությունից, նա նիհարեց 5 կիլոգրամ։ Նրա ճնշումը կարգավորվեց։ Նա սկսեց ավելի լավ քնել։ Նա զգաց, որ ոչ թե պարզապես բուժվել է, այլ երիտասարդացել է 10 տարով։ Սա է հոլիստիկ մոտեցման ուժը։ Բայց նույնիսկ այս ամենից հետո կա մի վերջին, ամենակարևոր քայլը, որը կամրապնդի ձեր արդյունքները և կտա ձեզ ուժ այլևս երբեք չվերադառնալու հին խնդիրներին։ Մենք ձեզ հետ անցանք մի երկար ճանապարհ։ Մենք սկսեցինք Վազգենի խոհանոցից, որտեղ տիրում էր հուսահատությունը և ցավը։ Մենք վերհիշեցինք մեր նախնիների իմաստությունը Արցախի լեռներում։ Մենք բացահայտեցինք ժամանակակից գիտության գաղտնիքները և սովորեցինք ճշգրիտ բաղադրատոմսեր։ Բայց այս ամբողջ գիտելիքը անօգուտ կլինի, եթե դուք չանեք ամենակարևոր քայլը։ Դուք պետք է որոշում կայացնեք։ Ոչ թե վաղը, ոչ թե երկուշաբթի օրվանից, այլ հենց հիմա։ Ձեր առջև երկու ճանապարհ կա։ Որն եք ընտրելու դուք։ Առաջին ճանապարհը ծանոթ է և հեշտ։ Դա ոչինչ չանելու ճանապարհն է։ Դուք կարող եք փակել այս տեսանյութը և շարունակել ապրել ինչպես առաջ։ Շարունակել խմել թանկարժեք դեղահաբեր, որոնք դանդաղ սպանում են ձեր աղիքների բնական ֆունկցիան։ Շարունակել տառապել ծանրությունից, ցավից և մշտական անհարմարությունից։ Բայց իմացեք, 1 ամիս անց ձեր կախվածությունը դեղերից կավելանա։ 6 ամիս անց ձեր աղիքները կարող են ամբողջությամբ հրաժարվել աշխատել առանց քիմիական խթանիչների։ 1 տարի անց քրոնիկ թունավորումը կարող է հանգեցնել ավելի լուրջ խնդիրների՝ թութք, ճաքեր, լյարդի և երիկամների ծանրաբեռնվածություն։ Յուրաքանչյուր օր, որ դուք հետաձգում եք, դուք կորցնում եք ձեր թանկագին առողջության մի մասնիկը։ Երկրորդ ճանապարհը պահանջում է մի փոքր ջանք, բայց այն տանում է դեպի ազատություն և կենսունակություն։ Այսօր դուք գնում եք շուկա և գնում եք մի փաթեթ կտավատի սերմ։ Վաղը առավոտյան դուք պատրաստում եք ձեր առաջին բուժիչ ըմպելիքը։ Առաջին շաբաթվա վերջում դուք կզգաք առաջին թեթևությունը։ 1 ամիս անց դուք կմոռանաք, թե ինչ է փքվածությունը։ 6 ամիս անց դուք կնայեք ձեր դեղերի տուփին և կզարմանաք, որ ժամանակին կախված էիք դրանցից։ Դուք ոչ միայն կբուժեք մեկ խնդիր, դուք կմաքրեք ձեր ողջ օրգանիզմը։ Դուք կունենաք ավելի շատ էներգիա, քան վերջին 10 տարում։ Դուք կսկսեք խաղալ ձեր թոռների հետ ոչ թե 5 րոպե, այլ 1 ժամ։ Դուք նորից կսկսեք վայելել կյանքը։ Այսօր Վազգենը 70 տարեկան է։ Նա ամեն առավոտ կնոջ հետ զբոսնում է հաղթանակի զբոսայգում։ Նա միացել է տարեցների շախմատի ակումբին և հաղթել վերջին մրցաշարում։ Նրա ընկերները զարմանում են. «Վազգեն, որտեղից քեզ այդքան էներգիա»։ Նա պարզապես ժպտում է։ Նա գիտի, որ իր էներգիայի աղբյուրը մաքուր աղիքներն են և իր առողջության նկատմամբ պատասխանատվությունը։ Նա դարձավ ոչ թե պասիվ հիվանդ, այլ իր առողջության ակտիվ կառավարիչ։ Նրա օրինակով ոգեշնչվել են նրա բոլոր հարազատներն ու ընկերները։ Նա դարձավ հույսի փարոս շատերի համար։ Ձեր առողջությունը ձեր անձնական պատասխանատվությունն է։ Ոչ մի բժիշկ, ոչ մի դեղահաբ չի կարող անել ձեր փոխարեն այն, ինչ դուք ինքներդ պետք է անեք։ Սիրել ինքներդ ձեզ նշանակում է հոգ տանել այն միակ մարմնի մասին, որը տրված է ձեզ այս կյանքում։ Մենք պետք է երախտապարտ լինենք բնությանը իր անսպառ նվերների համար և գիտությանը, որն օգնում է մեզ վերցանել մեր նախնիների իմաստությունը։ Այսօր դուք ստացաք բանալին։ Դուք կանգնացեք նոր, առողջ և երջանիկ կյանքի շեմին։ Այդ դուռը բացելու առաջին քայլը ձերն է։ Եթե այս տեսանյութը օգտակար էր ձեզ համար, խնդրում եմ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք առողջության մասին նոր բացահայտումները։ Գրեք մեկնաբանություններում ձեր փորձի մասին կամ տվեք ձեր հարցերը։ Եվ ամենակարևորը, կիսվեք այս տեսանյութով ձեր սիրելիների հետ, ում դա կարող է անհրաժեշտ լինել։ Միասին մենք կարող ենք օգնել հազարավոր մարդկանց վերագտնել իրենց առողջությունն ու կյանքի ուրախությունը։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Եղեք առողջ։